Այսօր հայոց եկեղեցու զանգերը առավոտից խողանջեցին աշխարհով մեկ մայրաթոր Սուրբ Էջմիածնից մինչև Բուենոս Այրես, Փարիզից մինչև Անտիլիաս։ Ոգեգոչելու 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Նրանց շարքում էր իմ պապի ու տատի ընտանիքը, ու երևի մեկը ձեր հարազատներից։ Այսօր ապրիլի 24-ն է։ Ռուզան արդեն հասցրել ես բարձրանալ ցեղասպանության հուշահամալիրի այս տարի ինչպես էր։ Ցավոք դեռ ոչ հեղին է, բարի օր, ապրիլ 24-յան այս տարիցի հետ կապված իրադարձությունները լուսաբանելուց հետո կփորձեմ հասնել հուշահամալիր։ Ռուզան, տարիներ շարունակ ապրիլի 24-ի ուղերձների հիմնական ինտրիգը կապված էր Վաշինգտոնի հայտարարությունները թարգմանելու հետ, անընդհատ փորձում էին գտնել Կարտասանի արդյոք Միացյալ Նահանգների նախագահը ցեղասպանություն բառը, կամ Անկարայի ինչ կասի կամ ինչպես կասի Թուրքիայի նախագահը։ Վերջին տարիներին սակայն խոշորացույցի տակ են նաև Հայաստանի ղեկավարի վարչապետի ապրիլ 24-յան ուղերձները։ Ի՞նչն է պատճառը։ Պատճառը կարծում եմ այն է, որ պաշտոնավարման անցած 7 տարիների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլ 24-յան ուղերձների շեշտադրումները էապես փոխվել են, ընդ որում դրանք կտրուկ սկսեցին փոխվել 2021-ից հետո, մի քանի օրինակ բերեմ, որպեսզի այդ փոփոխությունը մեր ունկնդրի համար ավելի առարկայական լինի։ Տեսեք, 2019-ի ապրիլի 24-ին օրինակ Փաշինյանն իր ուղերձում ասում էր, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից։ Անցել է 1 տարից ավելի, սակայն չեն վերացված ցեղասպանության հետևանքները։ Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, հիշում ենք եւ պահանջում։ Դա 44-օրյա պատերազմից առաջ էր։ Այո։ Փաշինյանը խոսում էր ժողովրդականությունը դատապարտելու եւ նաեւ պահանջատեր լինելու մասին։ Այո, միանգամայն ճիշտ է։ 2021-ի ուղերձում Փաշինյանը խոսում է արդեն հայոց ցեղասպանության պատճառների մասին, ասելով, որ այն տեղի ունեցել պանթուրքիզմի գաղափարախոսության հետևանքով, հարցադրումներ է անում օրինակ, որ ովքեր են այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքեր են դրա պատասխանատուները, եւ ինքն էլ պատասխանը տալիս է, որ այն միանշանակ է Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունն է այդ ամենը իրականացրել, որի առանցքային նպատակներից մեկը ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումն էր։ Բայց արդեն 2022-ից սկսած վարչապետի բառապաշարը կտրուկ փոխվում է, եւ Փաշինյանը սկսում է խոսել արդեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, այլևս մենք չենք տեսնում այդ ժխտողականությունը դատապարտելու, պահանջատեր լինելու այդ բառապաշարը։ Փոխարենը Փաշինյանը խոսում է, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ աշխարհաքաղաքական խարդավանքներ են տեղի ունեցել եւ հայ ժողովուրդը այդ աշխարհաքաղաքական խարդավանքների զոհ է դարձել։ Այսինքն եթե մենք միջ այդ ունեինք հստակ հասցեատեր, դա Թուրքիան էր եւ Թուրքիայի երիտթուրքական կառավարությունն էր, հիմա ով է հասցեատերը եւ ով է պատասխանատուն կատարվածի։ Արդեն կամաց-կամաց սլաքները, ինչպես Լեմկինի ինստիտուտն էր այդ մասին խոսել, սլաքներն ուղղվում են դեպի հայ ժողովուրդը եւ արդեն երբ որ նայում ենք 2024-ի Փաշինյանի ապրիլ 24-յան ուղերձը, նա ուղղակի հորդորում է կորուսյալ հայրենիքի փտրտուքը դադարեցնել եւ խոսում է ցեղասպանության իր ձևակերպումն է հոգեցնցումը հաղթահարելու մասին ու նույնիսկ նշում, որ գուցե դրա պատճառով նոր ցնցումներ ենք ստանում։ Բայց եղին է նկատենք, որ իհարկե ամենաանսպասելի հայտարարությունը հնչեց այս տարվա հունվարին շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Հիշում ես այդ հայտարարությունը բավական մեծ աղմուկ բարձրացրեց։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։
Ոնց է եղել, այս մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Այսինքն ինչ էր ուզում ասել Փաշինյանը այդ հայտարարությամբ։ Հայտարարությունը փորձեց վերլուծել ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը, այն ժամանակ ես հենց նրա հետ էլ խոսեցի, Մանուկյանը պարզապես խորհուրդ տվեց Փաշինյանին մի քիչ կարդալ եւ նա կտեսնի, որ իր բարձրացրած բոլոր հարցերի պատասխանները ցեղասպանագիտությունը վաղուց տվել է։ Ոնց ասեմ, անքննելի իրողություն է գոնե այն ոլորտի մասնագետների համար, ովքեր զբաղվում են ցեղասպանագիտությամբ։ Եվ սկսած պատճառներից, երբ որ ասում եմ ինչու է եղել, այսինքն պատճառներն էլ են ուսումնասիրված։ Այդ նույնն է, երբ որ մենք այսօր ասենք, որ պետք է նորից վերարժևորել Նյուտոնի օրենքները եւ հասկանալ, ասենք, արդյոք մեխանիկան այդպես է աշխատում, թե չէ։ Եթե ինքը չի վստահում հայաստանյան գիտնականներին, կամ հայ գիտնականներին, որ կտամ կարդալ օտարերկրյա գիտնականներին, թուրք գիտնականներ նույնիսկ կան, ովքեր գրել են հայոցյան։ Իսկ ինչու 1939-ին չէին խոսում հայոց ցեղասպանության մասին։ Փաշինյանի այդ հարցի պատասխանն ըստ ցեղասպանագետի շատ ակնհայտ է։ Պարզապես 1930-ին ցեղասպանություն տերմինը դեռ ի հայտ չէր եկել։ Ցեղասպանություն genocide տերմինն առաջին անգամ ի հայտ եկել 1943-ին, երբ իրավաբան Լեմկինը իր գրքում առաջին անգամ օգտագործեց այդ բառը, իսկ այդ բառը նա ստեղծել էր հենց նրա համար, ինչպես ինքն էր իր հարցազրույցներից մեկում նշել, որպեսզի կարողանային հասկանալ ինչ էր այն, ինչ կատարեցին թուրքերը հայերի եւ նացիստները հրեաների հետ։ Նաեւ դրանից առաջ Ռուզան մեծ աղմուկ բարձրացրեց, եթե կհիշես, падգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը։ Պետք է ունենալ այդ 1.5 միլիոն ազգանունները, որտեղ, ոնց, ինչ պայմաններում։ Որտեղ եւս իշխող ուժի падգամավորը հարց էր բարձրացրել ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու եւ նրանց մահվան պատճառները ուսումնասիրելու վերաբերյալ։ Արս նպատակ, որովհետեւ մենք իվանանք, մեր ամեն 1.5 միլիոն մեր հայրենակիցների հասցեները, տեղերը։ Դա շատ կարևոր է մեր ապագայում, նաև մեր հարաբերությունների կառուցման համար։ Հետո Անդրանիկ Քոչարյանը փորձեց բացատրել, որ նա բոլորովին այլ բան է նկատի ունեցել եւ այլն, բայց եւ Փաշինյանի բառապաշարի այս փոփոխությունը ցեղասպանության հետ կապված եւ իշխող քաղաքացիական պայմանագրից հնչող այդօրինակ հայտարարությունները պետք է ասել, որ բավական կոշտ հակազդեցություն են ստանում թե միջազգային կառույցների կողմից, ովքեր զբաղվում են ցեղասպանության կանխարգելման հարցերով, ինչպիսիք են օրինակ Լեմկինի ինստիտուտը եւ Հայդատի գրասենյակի կողմից եւ Փյուրքի կողմից։ Իդեպ խոսելով հենց Լեմկինի ինստիտուտի մասին, ես ուզում եմ նշել, որ արդեն առնվազն 2 անգամ այս կառույցը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Մեկը այս շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում արած հայտարարությունը եւ այդ ինստիտուտը նույնպես նշել էր, որ թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու արդեն հաստատված պատմական փաստ է։ Եվս մեկ հայտարարություն է տարածել Լեմկինի ինստիտուտը արդեն անցած տարվա ապրիլ 24-յան ուղերձի հետ կապված, նշելով, որ Փաշինյանն իր ուղերձում փաստորեն մեղավորությունը դնում է զոհերի վրա եւ կասկածի տակ է դնում ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը։ Իմ ձեռքի տակ է այս պահին Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը, կարող եմ կարճ մեջ բերել ցեղասպանության համար Օսմանյան կայսրության առաջնորդներին մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը սլաքն ուղում է հայերի կողմը, որոնք կարծես իրենք են իրենց գլխին ցեղասպանություն բերել քաղաքական իրավիճակի թյուր ըմբռնման պատճառով։ Ռուզան, իդեպ իշխող քաղաքացիական պայմանագրի падգամավորներից մեկը Արուսակ Ջուլհակյանը օրինակ այս հայտարարություններին արձագանքելով ասել էր, որ դա Դաշնակցության գրասենյակում գեներացված կամայական մեկնաբանություն է։ Այդ իսկ պատճառով կուզենայի, որ մի քիչ ավելի մանրամասն ներկայացնենք իրականում ինչ ինստիտուտ է դա, որտեղ է գործում, ինչով է զբաղվում եւ իսկապես արդյոք որևէ կապ ունի հայաստանյան կուսակցությունների կամ իրականության հետ։ Բացարձակ որևէ կապ չունի, միակ կապը հայերի հետ, թերևս որ այնտեղ, եթե չեմ սխալվում, իրենց գործադի մարմնում հայ կա, այդքանը ստեղծվել է այս կառույցը 2017-ին Իրաքում եզդիների ցեղասպանության խնդրի հետ կապված, ավելի ուշ 2017-ից հետո վերանվանվել է Լեհ իրավաբան ցեղասպանության տերմինի հիմնադիր Լեմկինի անունով, ոչ կառավարական կազմակերպություն է, տեղակայված է Միացյալ Նահանգներում եւ գլխավոր նպատակը կանխարգելումն է ցեղասպանությունների։ Եվ նրանք զբաղվում են ոչ միայն հայոց ցեղասպանության, այլև աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցած եւ այժմ էլ մեր աչքի առջև շարունակվող ոչրագործությունների ուսումնասիրմամբ եւ դատապարտմամբ։ Այո։ Եվ այս ֆոնին 2 օր առաջ ընդդիմությունը նոր օրինագիծ բերեց կամ օրենսդրական փոփոխությունների փաթեթ բերեց խորհրդարան հենց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ։ Ինչ են ենթադրում այդ փոփոխությունները։ Առաջարկում են քրեականացնել հայոց ցեղասպանության ժխտումը։ Մենք կոնկրետ պատիժ ենք առաջարկում, կոնկրետ դեպքերի միջազգային փորձն է ուսումնասիրված, կան երկրներ, որ նման օրենքներ ունեն եւ տարօրինակ է, որ Հայաստանում դա մինչեւ հիմա չկա։
Եվ ինչպես Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է բացատրել, այս նախաձեռնությունը ուղղակի պատասխան է Թուրքիայից պարտադրվող ժխտողական քաղաքականությանը եւ ներկայիս իշխանությունների այդ քաղաքականությանը ենթարկվելուն։ Սուտասանա Իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն սուտասանա, նախ նման հոդված քրեական օրենսգրքում վաղուց կա։ Իշխանությունից հակադարձում են, որ արդեն իսկ քրեական օրենսգրքում կա նման հոդված, ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հերքելը, արդարացնելը, նսեմացնելը, որը պատասխանատվություն է սահմանում 2-ից 5 տարի ազատազրկման ժամկետով, բայց ընդդիմությունից Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պարզաբանում է, որ իրենք ուզում են վերաշարադրել այդ հոդվածը։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը եւ արժանապատվությունն ու ինքնությունն է, մյուս կողմում հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիները։ Հուսամ այդ քննարկումների ընթացքում գերակշիռ մասը կպաշտպանի ազգային արժանապատվությունը։ Դաշնակցությունը գնում է Թուրքիայի հետ պայմանագիրակնքում բարեկամության մասին, պայմանագրի վերնագիրը, հաշտության եւ բարեկամության մասին պայմանագիր, ցեղասպանությունից 3 տարի անց։ Փաստորեն դուք դա չեք համարում ուրացում։ Իսկ հիմա եկել եք 110 տարի անց, պարոն Մինասյանը եւ դուք ուզում եք երեսպաշտորեն բերեք նախագիծ ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար։ Հիմա Եվ հիմա երբ ամբողջ աշխարհում հայերը ողջակոչում են 110 տարի առաջ տեղի ունեցած ոչրագործության զոհերի հիշատակը, եթե փորձենք ձևակերպել, ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը եւ քաղաքականությունը այս հարցում։ Հեղին է այն, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, հայտարարել են թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դեռ անցած տարի նոյեմբերին խորհրդարանում Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե հայոց ցեղասպանությունը ուսումնասիրել արտգործնախարարության օրակարգը չէ։ Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս առանձին դրան չանդրադարձա, եւ որ ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի թիվ 1 առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության անցքերը ողբերգական հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելը կամ դա թիվ 1 առաջնահերթություն դարձնելը անշուշտ արտաքին գործերի նախարարության օրակարգ չի թիվ 1 առաջնահերթություն։ Իդեպ այս հայտարարությունը կրկին զարմացրել էր ցեղասպանագետներին, քանի որ ըստ մասնագետների արտգործնախարարությունը ոչ թե պետք է ուսումնասիրի ցեղասպանության փաստը, այլ արդեն իսկ ուսումնասիրված այս փաստական տվյալները հայոց ցեղասպանության հետ կապված օգտագործի իշա Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջ տանելու։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը հանձն է առնում շարունակել եւ աջակցել, նպաստել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Այսինքն այն հայտարարությունը, որ անում Արարատ Միրզոյանը, հակասում է մեր անվտանգության։ Այն որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, անցած ամիս վերահաստատեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդ որում հենց թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում bu konulardaki düşüncelerinizi almak isterim. Երբ որ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ողջևորվում ենք։ Եվ երբ որ ողջևորությունը կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումը ինչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ։ Այդ լարումները ինչքանով են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը եւ Սա այն պարագայում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իբրև առաջնահերթություն ամրագրված է ոչ միայն Հայաստանի հիմնադիր փաստաթղթերում, օրինակ անկախության հռչակագրում, որի իդեպ դուրս բերումը այժմ քննարկվում է սահմանադրությունից, այլև միջազգային ճանաչմանը նպաստելը, աջակցելը ամրագրված է նաեւ Փաշինյանի կառավարության ծրագրում։ Այսինքն Փաշինյանի կառավարությունը ստացվում է հրաժարվում է իր իսկ ծրագրում ամրագրված պարտավորությունից։ Եվ այս ֆոնին քննադատություններ են հնչում ոչ միայն Հայդատից, որը տասնամյակներով Սփյուռքում պայքարել է ցեղասպանության ճանաչման համար, այլ նաև Երևանից ընդդիմությունն է քննադատում ու նաև այս շաբաթ Սուրբ Հարության պատարագի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձավ այս հարցին։ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակում մնալ 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված հայոց ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը
խորանում է սոսկալի ոչրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով։ Եվ նաև կարծեմ արձագանք էր եղել Արամ առաջին կաթողիկոսից։ Այո, այդ արձագանքը հետևել էր վարչապետի հնչեցրած այդ հայտարարությունը, որ դեռ պետք է պարզել ինչ է տեղի ունեցել 1915-ին եւ Մեծինտան Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը բավական կոշտ էր արձագանքել, հորդորելով Հայաստանի վարչապետին մեջբերեմ քննարկման առարկա չդարձնել հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ծրագրված լինելու անհերքելի փաստը։ Եվ այս ընթացքում մինչ Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, եղել են շփումներ Էրդողանի եւ վարչապետի միջև, թեև իհարկե որևէ շոշափելի արդյունք առայժմ չի արձանագրվել, բայց եղել է արդյոք որևէ ակնարկ ցեղասպանության հարցի կամ դրա վերաբերյալ։ Առնվազն հրապարակային այդպիսի հայտարարություն մենք չենք տեսել, թե փակ դռների ետևում որևէ հարց քննարկվել է հայոց ցեղասպանության մասին չենք կարող ասել, բայց այն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը իրականացնող արտգործնախարարը բացեիբաց հայտարարում են, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, ինձ թվում է արդեն ամեն ինչ ասված է։ Եվ Ռուզան, դու նաև հայաստանցիների հետ էիր զրուցել, փորձել էիր նրանց կարծիքն իմանալ, ինչ հարցեր էիր տվել նրանց եւ ինչ էին ասել։ Հիմնական հարցադրումները հետևյալն են եղել Հեղինեվ։ Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի պահանջել Թուրքիայից ճանաչել հայոց ցեղասպանությունը, դատապարտի այդ ժխտողական քաղաքականությունը եւ նաեւ կառավարությունը ի վերջո իրականացնի հենց իր ծրագիր, այսինքն շարունակի աջակցել առաջնահերթ դարձնել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Ինչ եք կարծում պետք է։ Այո, պետք է դրա մերժելը կամ անտեսելը իմ համար անընդունելի է։ Կարծում եմ պատմական փաստերը անհերքելի են եւ երբևէ պետք չէ դրանք ժխտել եւ առավել եւս մոռանալ։ Ուստի մեր պետական քաղաքականությունը պետք է վարենք այնպես, որպեսզի փաստերը մոռացության չմատնվեն։ Պետք է դնել առաջնահերթ այդ հարցը, որտեղ դա ամենայն կարևոր հիմնական հարցերից է մեր պատմությունում, որը հիմա ուզում են ջնջեն ուղղակի մոռանան, այնքանա որ կռիվ չլինի։ Բայց մի օրվա կառավարությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր։ Ուզում են այնց անեն, որ չլինի, էլի, ջրվի գնա այսպես է։ Կարծում եմ կեղծ օրակարգ է այս, անկախ նրանից պահանջի, չպահանջի, մեկը անիմաստ գործողություն է, մեր երկրին ոչ մի բան չի տալու դա։ Ինչու եք այդպես կարծում։ Որովհետև նախ եւ առաջ չի ճանաչի, երկրորդ հերթին ճանաչի էլ որևէ բան դա մեզ չի տալու։ Այսինքն կարծում եք ճիշտ է, որ այսօրվա կառավարությունը որոշել է, որ արտաքին քաղաքականության օրակարգում այլևս առաջնահերթություն չէ։ Միանշանակ ճիշտ։ Դա նշանակում է, որ քո ուժերը դիվանագիտական ուրիշ տեղ ես ներդնում, ավելի նպատակային, որտեղ կարող ես ինչ-որ հաջողություն ունենալ, որովհետև 30 տարի ուղղել ես, որոշակի երկրներ ճանաչել են, կոպիտ ասած տուպիկային իրավիճակ է, ավելի լավ է առաջ շարժվես։ Տասնամյակներ առաջ Թուրքիայում ծնված ու ողջ մնացած եզակի հայերից մեկի որդին Հրանդինքը համարձակվեց խոսել իր նախնիների ցեղասպանության, դրա ճանաչման ու հաղթահարման մասին։ Նա մեկն էր, ով պնդում էր, թե հայ-թուրքական հարաբերությունները պետք է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։ 2007-ին նա սպանվեց Ստամբուլում։ Օրը ցերեկով իր խմբագրության մոտ։ Ցեղասպանության մասին բարձրաձայնող մյուս մտավորականների գլխին մինչ օրս կախված է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որ ազատազրկում է նախատեսում թուրքերի ինքնությունը վիրավորելու համար։ Այսօր այսքանը։ Հիշեցնեմ, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ձեզ հետ է Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք վաղը նույն ժամին մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։ Moi, je suis de ce peuple qui dort sans sépulture, qui a choisi de mourir sans abdiquer sa foi, qui n'a jamais baissé la tête sous l'injure, qui survit malgré tout et qui ne se plaint pas. Ils sont pour entrer dans la nuit éternelle des temps. Au bout de leur courage, la mort les a frappés sans demander leur âge, puisqu'ils étaient fautifs d'être enfants d'Arménie.